Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Բոլորի մասին մտածեցիր բացի ինձնից։ Եթե դու խոսեիր ինձ հետ կոր, ես քեզ էլ կհասկանայի։ Սարա, եթե անգամ ամիսներով ես քեզ չպատասխանեի, դու այդ ժամանակ չպետք է ինձ մեղադրեիր, այլ պետք է անհանգստանայիր։ Ուրեմն այսքան ժամանակ դու ինձ չես ճանաչել։ Ու դու կասկածի տակ ես դրել իմ զգացմունքները քո հանդեպ, կասկածի տակ ես դրել իմ մարդ լինելը։ Մենակ կասկածի տակ չես դրել է, շպրտել ես գետնին ու անցել ես այդ ամեն ինչի վրայով։ Քո տեղը ինչ-որ ուրիշ մարդ որ լիներ այդ ամեն ինչը ասեր կամ տենց պահեր իրան ոնց որ դու քեզ պահեցիր, ես դրան նորմալ կնայի, բայց ոչ դու։ Որովհետև մենք իրար շատ ժամանակ ենք ունեցել ճանաչելու, շատ բաների մեջով ենք իրար հետ անցել, ու դու տենց կարծիք ես կազմել իմ մասին։ Այն ժամանակ, երբ որ դու ինձ զանգում էիր, ես այդ ժամանակ ճանապարհին էի արդեն։ Ու ես ոչ մի բան չէի կարող փոխեի, ոչ մի բան չէի կարող անել։ Ինձ ասել էին, որ մայրս լավ չի։ Ես ուղղակի տեղս չէի գտնում, ոչ մի բան չէի կարողանում անել։ Բայց ես ոնց հասկացա այդ կարճ ժամանակում դու ինձ հասցրեցիր ատել։ Ինձ դավաճան համարեցիր, բաժանվեցիր ինձնից։ Ու ես հիմա էլ ուժ չունեմ քեզ հակառակ ինչ-որ բաներ ապացուցելու։ Ոչ էլ ամենակարևորը ցանկություն ունեմ։ Ես այդ ժամանակ քո կարիքը շատ եմ ունեցել ու ամեն անգամ հենց ուզում էի կապի դուրս գայի հետդ։ Միացնում էի հեռախոսս ու լսում էի քո ձայնայինները, մենակ մեղադրանք։ Անընդհատ մենակ մեղադրանք կամ արման կամ մեղադրանք։ Հենց ուզում էի խոսայի հետդ մի նոր հաղորդագրություն էի ստանում ու ավելի վատը, քան առաջվանը։ Նենց որ հիմա հանգիստ գնա տուն, քրոջդ էլ ասա թող հանգիստ լինի, ամեն ինչ կլուծենք։ Դու ինձ չես ներելու։ Ես հասկանում եմ, որ քեզ նեղացրել եմ, քեզ իմ խոսքերով ցավ եմ պատճառել, բայց դու էլ փորձի ինձ հասկանալ, դու չես ներելու ինձ։ Ստեղ հարցը ներել չներելու մեջ չի, ուղղակի էլ իմաստ չեմ տեսնում ոչ մի բանի։ Ոնց ես սենց հանգիստ ասում, որ իմաստ չես տեսնում, գոր խոսքը իմ ու քո հարաբերությունների մասին է։ Ես չեմ հավատա, եթե անգամ աչքերիս մեջ նայես ու ասես, որ քո համար մեկ են դրանք։ Մեկ չի։ Բայց ի՞նչն է խնդիրը։ Ստեղ հեչ հարմար տեղ չի խոսալու, եթե ուզում ես խոսանք, արի գնանք։ Գալիս ես։ Սպասի ձաննա։ Սարգիս, ինչի ես եկել։ Որտեղ ես դու ընդհանրապես։ Գիտես ինչքան ժամանակա քեզ եմ ման գալիս։ Լսի Սարգիս, մենակ դու չէ, որ ինձ փնտրում ես, ինձ լիքը մարդ է փնտրում, դրա համար էլ որոշ ժամանակով կորել էի։ Ուղղակի ուզում եմ հասկանալ, ինչի ես եկել։ Ախր ես ամեն ինչ կազմակերպեցի, քեզ գումարտվեցի, որ երկրից գնաս, հիմա ինչ ես եկել այստեղ, բա որ քեզ տեսնեն։ Այդ այդքան հեշտ չէ, ոնց որ դու ես պատկերացնում այդ գնալը։
Բա որ սահմանին ինձ բռնեն։ Թե դու ինձանից ես ուզում ազատվես։ Ձյանա, մի մոռացի։ Ես հիվանդանոցից եմ փախել, ու ոնց էլ չլինի հիվանդանոցը ոստիկանությանը տեղյակ պահած կլինի։ Բայց ես ինչ եմ կարող անել, որ չեմ անում։ Ձյանա, ես վախենում եմ։ Հասկանում ես, ես վախենում եմ ու չեմ ամաչում արտահայտվեմ, որ վախենում եմ։ Քանի գնում ամեն ինչ ավելի վատ է դառնում։ Բա որ միտեղից ինչ որ մի հատ կամերա հայտնվի ու նկարած լինի, որ հյուրանոցում ոչ մի արման չկա։ Ինչա լինելու հետո։ Մի անգամից դժոխ կողմից դառնալու եմ մեղադրյալ։ Իսկ սուտ ցուցմունք տալու համար իմ վրա հոդված կլինի։ Ես չեմ պատրաստվում մենակս պատասխան տամ։ Այս պատմությունը մի օր հաստատ բացվելու է։ Մի խոսքով, պապ, գորը իրականում չէր փախել։ Ու Սարան ընդամենը այսօր է իմացել, որ գորը այստեղ է։ Երևի գորը Սարային ասել է, որ դեռ ոչ մի բան չասի, որ կարողանա խոսել Սարգսի հետ։ Պապ, եթե այսքանից հետո գորը այստեղ է, դա միայն խոսում է իր ազնվության մասին։ Իսկ Սարայի հանդեպ մենք ազնիվ չեղանք։ Ամեն դեպքում լավ բան չասացիր։ Այդ տղան որքան էլ տարօրինակ բնավորություն ուներ, այնուամենայնիվ այդ ընտանիքի միակ ադեկվատ մարդն էր։ Արմինեն շատ լավ կին էր, Գորն էլ է լավ տղա, ու իր այստեղ լինելը վկայում է իր լավ տեսակի մասին, պապ։ Սարան երբ կգա։ Չգիտեմ, բայց երեխան շատ նեղված էր։ Չթողեցիր, որ բացատրեր իրավիճակը։ Հենց գա ինձ տեղյակ պայր, անպայման ուզում եմ խոսել հետը։ Լավ, պապ ջան։ Ու երկար ենք սենց քայլելու։ Գոր, ես ուզում եմ խոսենք։ Ուզում եմ բացատրեմ։ Չեմ ուզում կորցնենք այն ինչ մերն է։ Ես չգիտեմ, մտածում եմ ինչ անեմ, ոնց անեմ, որ այս զայրույթը տանցնի։ Ուզում եմ, որ ինձ ներես, Գոր։ Չեմ ուզում ու չեմ կարող կանգնել ու նայել, թե ոնց են կորցնում այն ինչ մերն է։ Ես հասկանում եմ, որ ցավդ շատ խորն է։ Ու ուզում եմ հետդ լինել։ Ուզում եմ կողքիդ լինել ու կիսել հետդ կորստի ցավը։ Ուղղակի դու ինձ հնարավորություն չես տալիս։ Ես չեմ կարող ձևացնեմ իբր ամեն ինչ կարգին է։ Խաղամ այդ ամեն ինչ։ Կարող է կարգին չի, բայց ամեն ինչ մեր ձեռքում է, չէ՞։ Եթե դու ուզես, եթե դու գոնե մի քիչ ուզես, մենք ցանկացած իրավիճակից կկարողանանք ելք գտնել։ Ես ուզում եմ, որ դու ինձ կարողանաս ներել։ Գոր, ես քեզ շատ եմ սիրում։ Դու էլ ինձ ես սիրում, չէ՞։ Ինձ մի անգամ մի լավ բան ասեցիր։ Սկզբից քեզ ասում էի, որ դու սխալ ես, բայց հետո ժամանակի ընթացքում հասկացա, որ ճիշտ ես ասում։ Ինձ ասում էիր, որ մենակ սերը հերիք չի հարաբերություններ կառուցելու համար։ Արտաքին հանգամանքներ կան, որոնք կխանգարեն սիրուն, ու այդ հետո ավելի ցավոտ կլինի։ Հա, դու էլ ամեն անգամ ասում էիր, որ եթե մենք չուզենք, եթե մենք թույլ չտանք, ոչինչ չի կարող մեզ խանգարել։ Հիմա քեզ ինչ եղավ։ Ես հասկանում եմ, որ սխալ եմ արել, բայց ընդունում եմ, չէ՞ սխալս։ Ով չի սխալվում։ Դու գիտես, որ ես դիտավորյալ չեմ արել։ Եթե փորձես իմ փոխարեն քեզ պատկերացնել, կարող եմ մի քիչ հասկանաս ինձ։ Ամեն մարդ էլ գոնե մի ներման կարիք ունի, չէ՞։ Հարցը ներել չներելու մեզ չի։ Նես չի, որ ես սուրբ մարդ եմ։ Ես էլ քեզ եմ կասկածել, նենց որ այդ լոգիկայով
Դու էլ կարաս մտածես ինձ ներես, թե չէ։ Ուղղակի ես ամեն ինչից հետո ահագին բան քանդվեց։ Ու ես ու դու այնքան շատ բան իրար ասեցինք, որ ուզենք թե չուզենք ահագին բան արդեն փոխվել է։ Կարող է ահագին բան փոխվել է։ Բացի մի բանից, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ սիրում եմ։ Բայց այդ ոչ մի բան չի նշանակում։ Իսկ լինի ուղղակի հենց հիմա խորս շունչ քաշես ու հանդարտվես։ Եթե քեզ էսպես պայել տեսախցիկի կարիք չլինի, ինքդ քեզ կմատնես։ Բա աղբերդ ինչա խառնվել իրար։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Ես հիվանդանոցի տարածքում էի ու ինքը ներս մտավ։ Երկուսս էլ հասկանում ենք, չէ՞, որ իմ հետևից է եկել։ Լսի, հանգստացի, ես քեզ ասում եմ, դու գորեդ ոչ մի խնդիր չես ունենա։ Մի մտածի։ Ձիանա, ես կարիքից դրդված քայլ եմ արել։ Դու շատ լավ գիտես, որ մորս դեղերի համար փող էր պետք, բայց ես չէի պատկերացնում, որ ամեն ինչ սենց վատ է լինում։ Ամեն ինչ շատ թարս է գնում։ Ես կյանքից մեջ սենց բաների մեջ չեմ եղել։ Ու զարմանում եմ, դու ինչ ես սենց հանգիստ։ Լսի, դու էլ հանդարտվի, հիմա հանդարտվի, ես քեզ ասում ամեն ինչ լավ է լինելու։ Գորի մասին մի մտածի, ինքը ոչ մի բան չի ասելու, հանգիստ գնա հիմա ուղակի։ Ձիանա, ես կգնամ, հա, կգնամ, բայց նայ աղբորդ զգուշացրու, որ հանկարծ իմ հետ պլաններ չունենա, թե չէ։ Հասկացա, Սարգիս, հասկացա։ Ես էլ կրկնում եմ, դու գորի հետ ոչ մի խնդիր չես ունենալու։ Ավելին ասեմ, գորը հիմա թռնելու է Ամերիկա, այստեղ չի լինելու, երկրից գնալու է, դու էլ գնա։ Ուղղակի գնա ու հանգիստ եղի։ Լսի, ես հիմա հազար ու մի ուրիշ խնդիրներ ունեմ, այդ վիճակում չեմ, որ հետդ խոսեմ, գնա ու հանգիստ եղի, ասում, գնա Սարգիս։ Գնա, խոսք եմ տալիս։ Գոր։ Արի անկեղծ լինենք իրար հետ։ Ահագին բան քանդվել է։ Ի տարբերություն քեզ ես անկեղծ դրա մասին հիմա ասում եմ։ Ահագին բան քանդվել է ու ահագին բան փոխվել է։ Էլ առաջվանը չի։ Ու ինչա փոխվել։ Գիտես, որ այն ժամանակ եկա հյուրանոց, քեզ տեսա։ Չէի մտածում, որ այդ դու ես։ Որ չղայնացած էի, արունը խփել էր գլխիս։ Գժված վիճակ էր մոտս, բայց հոգուս խորքում։ Ես գիտեի, որ դու նման բաների ընդունակ չես։ Ես ուղղակի կողքից ասում եմ, որ իմանաս։ Գոր։ Ինչա փոխվել քո մեջ։ Ասում ես, որ սիրում ես, չէ՞ ինձ։ Հիմա եթե անգամ մենք փորձենք կարգավորենք մեր հարաբերությունները, մեկ այն մտքին միշտ այնա լինելու, որ դու ինձ կասկածում ես։ Մտածում ես, որ ես ու Ձիանա ինչ-որ բան ենք ուզում քո դեմ անենք։ Չէ։ Ջղայնացած ժամանակ մարդ ասում է այն, ինչ հանգիստ ժամանակ չի ասում, լուռ ամնում։ Դու ամեն ինչ ասել ես, ես էլ քեզ լսել եմ։ Հիմա ամեն անգամ ես էլ եմ ինձ ված գալու։ Պատկերացնում ես ինչ-որ բան եմ քեզ ասում, հետո համոզում եմ, որ ինձ հավատաս։ Դու ինձ ասում ես, որ հավատում ես, բայց մտքիդ ուրիշ բան է, իրականում կասկածում ես ինձ։ Երևի մենք էլ այն զույգերից ենք, որ իրար չեն համապատասխանում։ Լինում է, չէ՞, տենց որ մարդիկ իրար սիրեն, բայց չկարողանան իրար հետ լինեն։ Երևի մեր բաժինն էլ է սա։ Ամենայն դեպս ինչ էլ անենք, երկուսիս մեջ էլ արդեն շատ բան է քանդվել։ Ու խանգարող հանգամանքներն է շատ են։ Հիշում ես այն ժամանակ քեզ ասում էի, որ չեմ թողնի, որ խանգարեն մեզ։
Բայց ժամանակ անցավ ես էլ հասկացա, որ չի ստացվում։ Արմանի պատմությունն էլ վկա։ Հիմա ինչ էլ անենք, այդ Արմանի պատմությունը միշտ մեր միջև է լինելու, ու տենց էլ կմնա։ Գոր, ո՞նց ես այդքան հեշտ հետ կանգնում։ Ո՞նց ես այդքան հեշտ խոսում ամեն ինչ մի կողմ դնելու մասին։ Հեշտ։ Դու տենց էլ ինձ չճանաչեցիր։ Եթե մտածում ես ես հեշտ մարդ եմ։ Չէ, ուղղակի ես կիսատ չեմ կարողանում ապրել։ Չեմ կարողանա կիսատ սիրել, կիսատ շնչել, կիսատ հավատալ։ Չէ, երևի բարին էլ էսա։ Պետք է նենց անենք, որ իրարից հեռու մնանք։ Ուզում եմ ներողություն խնդրեմ քեզնից։ Ես քեզ խոսք էի տվել, որ դու երջանիկ ես լինելու։ Չկարողացա։ Կներես ինձ։ Երևի դու ճիշտ ես։ Երևի սա լավագույն տարբերակն էր։ Աշխարհում ոչինչ չի փոխվի, չէ՞ որ մի զույգ էլ բաժանվի, որ մի սեր էլ մեռնի։ Կներես։ Մի օր սա էլ կանցնի։ Երևի։ Ինչ ես ուզում։ Ինչքան որ կռվես հետս, ինչքան էլ նեղացած լինես նկատու իմ երեխանս։ Ու ես անհանգստանում եմ ձեր համար։ Լուրջ։ Ուրեմն զանգել ես իմանաս ոնց ենք։ Հա, դրա համար ես զանգել։ Հա, բալես։ Ուրեմն ասեմ իմացի։ Լավ չենք, ամեն ինչ խառնվել է իրար։ Հիմա էլ Արմանին են բռնել մի բանի համար, ինչը ինքը չի արել։ Պապիկը եթե ուզի կօգնի Արմանին, բայց չի օգնում։ Գիտես ինչի։ Չէ, որտեղից իմանաս, բայց ոչինչ, հեսա կասեմ։ Չի ուզում օգնի, որովհետև վստահ է, որ Արմանը իր համար մեկ թշնամին է, ու վստահ է, որ այդ տպարանի գողությունը Արմանն է արել։ Ու ինչքան գիտեմ, Արմանը չի էլ հերքել։ Էլկան շատ վատ է, որովհետև սիրում է Արմանին։ Չնայած այդ մասը երևի քեզ չի հետաքրքրում, ոնց որ չէր հետաքրքրում այն, որ ես էլ Վահեին էի սիրում, բայց դու ոչ մի բան չարեցիր։ Գիտես, զարմանում եմ։ Ախր ծնողը պետք է իր երեխայի համար աշխարհը շուռ տա, օգնի երեխային, բոլորից պաշտպանի։ Իսկ իմ պարագայում ես պետք է ամեն ինչ անեմ, որ իմ ծնողը ոչ ոքին չվնասի։ Ռեբեկա։ Մի բան էլ կասեմ ու վերջ պապ։ Ես կորցրեցի Վահեին։ Բայց ես թույլ չեմ տա, որ Էլկան էլ Արմանին կորցնի ու դժբախտանա։ Եթե Արմանի անմեղությունը չապացուցվի, ես պապիկին կասեմ ամեն ինչ։ Ու կասեմ, որ տպարանի գողությունը դու ես արել։ Որպես երեխա, պապ, հիմա ուղղակի կարամ ասեմ կներես, որովհետև ինչ տեսակել մարդ որ դու լինես, ինձ համար դժվար է լինելու ծնողից դեմ նման քայլ անելուց հետո ապրել։
Շնորհակալություն։ Անուշ լինի։ Ասում էին ինչ-որ նորություն կա գործից, հա։ Կա գորը գնացել է բաժին։ Փորձել է քննիչի հետ հանդիպել ու կրկին պնդել է, որ Սարգսին ծեծողը ինքն է եղել։ Եվ Ոչ մի փոփոխություն։ Արմանի հետ կապված որոշումը արդեն ընդունված է, քանի որ այդ երիտասարդը հենց Արմանի անունն է տվել։ Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Սարգիսը հիվանդանոցից փախել է։ չհասկացա, ոնց թե փախելը։ Բայց այդ տղայի վիճակը լավ չէր, չէ՞։ Դե ես մանրամասներին չեմ տիրապետում, ճիշտն ասած։ Ուղղակի գիտեմ, որ դուրս գրում չի եղել ու առանց որևէ մեկի զգուշացնելու թողել ու գնացել է։ Արմանի համար այդ շատ կարևոր հանգամանք է։ Հիմա Ենոքյանը փորձում է ստորագրության դիմաց մինչև դատավարություն Արմանին ազատ արձակի։ Եթե այդ երիտասարդը թողել հիվանդանոցից փախել է, նշանակում է ինչ-որ թաքցնելու բան ունի, ճիշտ է։ Դե Ենոքյանն էլ այդ փաստը ձեռքից բաց չի թողնի։ Վարզա, ամեն դեպքում դու ամեն ինչ արա, որ Արմանը դուրս գա, գոնե հիմա։ Լավ։ Վերջապես մի հուսադրող լուր լսեցինք։ Ինչ-որ լուր կա։ Բալես, ինչ լավ այստեղ ես։ Պապին քեզ է սպասում։ Գնա, վեր կաց։ Ուրեմն հույս կա։ Հաստաբանն ամեն ինչ անում է, որ Արմանին դուրս բերի։ Պապի, դու իրոք կօգնես Արմանին։ Ես առանձնապես շատ բան չեմ անում։ Պարզապես ամեն ինչ իօգուտ Արմանի է դասավորվել։ Այդ տղան Սարգիսը փախել է հիվանդանոցից։ Ես իմ կարծիքը իդեպ ասեմ, չեմ փոխել։ Ու Աստված գիտի, ես ընդհանրապես կկարողանամ նորից վստահել այդ տղային, թե չէ։ Նա ստել է։ Բայց կօգնեմ, որ դուրս գա։ Իսկ հետո, եթե իրեն չես վստահելու, ուրեմն Ես արդեն ասացի, կօգնեմ, որ դուրս գա, հետոյի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Որովհետև չեմ վստահում։ Դու ինձ խնդրել էիր, որ ես օգնեմ նրան դուրս բերեմ, չէ՞։ Ես կատարում եմ իմ խոստումը։ Դրանից ավելի ես քեզ ոչինչ չեմ խոստացել։ Իդեպ, դրան էլ գումարած են, ասեն, որ Գորն արդեն էստեղ է ու ներկայացել է ոստիկանություն, ասելով, որ ինքն է արել դա։ Արդեն ոստիկանությունում է։ Մի րոպե։ Կարծում եմ արժեր ներողություն խնդրել Սարայից։ Սարա։
Նոր ես գնում, նոր ես եկել։ Չէ, չեղավ։ Բաժանվեցինք։ Չափազանցնում ես։ Ինքը չի ուզում։ Ինքը ուղղակի չի ուզում ու վերջ։ Ես չգիտեմ ինչ եմ անելու։ Ոնց եմ ապրելու, չգիտեմ։ Միսակ! Միսակ! Ինչքան հասկացա, քեզ հենց ազատվել է անհնար, հա? Կազատվես, եթե օգնես։ Ինչով, ոնց, փողեր ուզում բերեցի, տվեցի, ու միջի հիմա դրա տակից չեմ կարողանում դուրս գալ։ Ես ինչ է։ Էս են փողերն է։ Կտանես հետ կտաս Սարյանին։ Իմ երեխեն էս փողերից հրաժարվել է։ Իսկ ինձ էս փողերը պետք չի։ Ոչ էլ կորցրած տարիներս է հետ բերելու։ Ես քեզ ասել եմ, որ այդ Դիանայի աղբորը գտնես։ Որ իմ երեխեն հիմա դրա պատճառով նստած է։ Ես քեզ ասում եմ, որ նույն պատմությունը չի կրկնվելու։ Սարյանը մատը մատին չի տալի, որ երեխուս օգնի, իսկ ես շատ բան չեմ կարող անեմ։ Այս ամեն ինչից առաջ Արմանը զանգեց ինձ ու ասեց կարող է Սարյանը ինձ տեսել է կամ ինչ որ բան գիտի։ Ու ես սկսում եմ մտածել, որ Սարյանը ինչ որ մի բան իմացել է։ Օրինակ, ինչ է իմացել։ Չգիտեմ, բայց մի բան իմացել է։ Կարող է իմացել է, որ փողերը Արմանի մոտ է, դրա համար չի օգնում։ Ես էլ ոչ մի բան չեմ ասելու։ Այս փողերը պիտի լինի Սարյանի մոտ։ Ու դու ինքդ պիտի գնաս ու խոստովանես, որ դու ես եղել։ Եթե դու չանես, ես կգնամ ու ինքը Սարյանի հետ կխոսամ։ Ես էլ կորցնելու բան չունեմ։ Եթե պետք լինի, ես նույնիսկ կգնամ իմ թշնամու ձեռը կսեղմեմ։ Սարյանի դուռը կբացեմ։ Ես ամեն ինչ կանեմ իմ երեխու համար։ Մենակ թե օգնեմ երեխուս։ Դու քիչ ժամանակ ունես, Միսակ։ Ու մի բան էր։ Այս ամենի համար աղջիկը տա խնդրել, անձամբ որ օգնեմ Արմանին։ Քո երեխեն իմ երեխու համար ամեն ինչի պատրաստ է։ Հենց որ զգուշեղի։ Հələ սպասել է, չհասկացա։ Ես ինչ ես դուրս տալի։ Սար, դա ուղղակի վիրավորվածության հետևանք է։ Կտեսնես, ինքը դեռ հետ է գալու քո մոտ։ Դու չգիտես ոնց է ինքը ինձ նայում։ Ինչքան սառն է իմ հանդեպ։ Սար, նորից եմ կրկնում։ Ինքը ուղղակի վիրավորված է։ Իրադրության մեջ է պետք է մտնես։ Ախր մայրը նոր է մահացել։ Ուզում ես քեզ ապացուցեմ, որ հենց ամենաառաջին հարմար առիթին ինքը հետ է գալու քո մոտ։ Ոնց։ Ալո։ Գոր բարև։ Դու այսօր Սարային տեսել ես։ Տեսել եմ։ Իսկ կարող ես իմանաս հիմա որտեղ է։ Չէ, չգիտեմ։ Ես ուղղակի զանգում եմ Սարային ու ինքը չի պատասխանում ու տունել չի եկել։ Գոր լսում ես։ Լսում եմ։ Որ խնդրեմ դու կզանգես Սարային։ Հաստատ գիտեմ, որ քո զանգին կպատասխանի։ Ուղղակի շատ անհանգիստ եմ, շատ վատ տրամադրություն ուներ։ Դե դու փորձիկ իմանաս։ Գոր, ասում եմ զանգում եմ, 1000 անգամ զանգել եմ, չի պատասխանում։ Մի անգամ էլ փորձի, Ռեբեկա, փորձի կգտնես։ Գոր, այսինքն ասում եմ չկա Սարան։ Ինձ կներես, ես զբաղված եմ։ Իզուր զանգեցիր։
Սար, մի րոպե կսպասես խոսենք։ Չէ։ Արի Սարային հիմա հանգիստ թողնենք ու գնանք պապի աշխատասենյակ խոսենք, հա իրար հետ։ Սարան գորի հետ է խոսել։ Դրա համար էր նեղված։ Ինչ։ Հիմա գոնե հանգստացար։ Էլկա, ես չգիտեմ դու կընդունես թե չէ, բայց կարող եմ քեզ մի խորհուրդ տալ։ Ռեբեկա, ես մտածում եմ, որ քո հետ մի բան են չի։ Ինչի։ Դե, որովհետև դրա փոխարեն հիմա պետք ասեիր Էլկա ուշադիր լսի, թե քեզ հիմա ինչ եմ ասում։ Այսենց հրամայական։ Ուրեմն Էլկա, լսի թե քեզ ինչ եմ ասում։ Այսա ուրիշ բան։ Կլինի ուղակի սրանից հետո երբ ինչ որ բան կասկածես կամ անգամ նույնիսկ համոզված լինես, ուղակի գնա ու խոսի, լավ։ Ես իմ սխալից եմ ասում, Էլկա։ Առաջին տպավորությունը միշտ սխալ է լինում։ Դու միշտ կարող ես առաջին տպավորության պատճառով մարդու մասին կարծիք կազմել։ Բայց այդպես ճիշտ չի։ Չգիտեմ, ես հասկացել եմ, որ ճիշտը խոսելն է։ Այսինքն գիտեի, ուղղակի մի պահ փոխվել էի ու դրա հետևանքները շատ վատն են եղել։ Դե հա, Ռեբեկա, ես համաձայն եմ չափն անցա։ Բայց դե ով կմտածեր, որ գորը չի փախել, ուղղակի խնդիրներ ունի գնացել է։ Ուղղակի գիտես իմ համար ինչներ անհասկանալի։ Այդ տղայի անհետանալը։ Չնայած մյուս կողմից էլ լավ է, որ անհետացել է։ Տենց մեզ ավելի շատ է օգնում։ Տեսար հիմա, որ ճիշտ է ասում։ Պապիկը միշտ տրամադրված է եղել Արմանին օգնելու։ Դե հա, պապիկը օգնեց, բայց այդ ոչ մի բան չի նշանակում, Ռեբեկա։ Պապիկը շատ վատ է տրամադրված Արմանի նկատմամբ, ինքը շատ բարկացած է։ Ես չգիտեմ Արմանը ինչ արել, որ պապիկը տենց բարկացել է։ Ոչինչ, այդ բարկությունն էլ կանցնի շուտով։ Ինչ ես տենց նայում։ Լիսի, դու կարող ես ինչ-որ հատուկ տաղանդ ունես, պարապ ժամանակ գուշակություններով ես զբաղվում։ Տենց մի բան։ Հիմա ես եմ լուրջ ասում, Ռեբեկա, քեզ։ Դու ինձ ասում էիր, որ պապիկը Արմանին կօգնի։ Ու այդ այն ժամանակ, երբ որ պապիկի մտքով էլ չէր անցել, որ ինքը պետք է Արմանին օգնի։ Ինքը չուներ նման մտադրություն։ Հիմա էլ ասում ես, որ պապիկի բարկությունը կանցնի։ Ուզում հասկանամ։ Ինչը այն չի։ Դու ինչ-որ մի բան գիտես։ Գիտես, չէ, Ռեբեկա։ Չխաբես ինձ, ճիշտն ասա, ինչ գիտես։ Էլկայից հեռուկ մնաս եղավ։ Լսի, ես քեզին պայմանն ասել եմ արդեն։ Ես գիտեմ ինչ եմ անել, իսկ դու քո լակոտը հետ երեխուցս հեռու ես մնում, թե չէ քո լակոտը հավերժ կմնա այնտեղ, որտեղ հիմա է։ Ռեբեկա, չես ուզում խոսել։ Էլկա, ես մի բան կարող եմ քեզ հիմա ասել ուղղակի։
որ Արմանը դուրս գա շատ շուտով։ Պապիկը կմոռանա իր բարգության մասին ու ամեն ինչ լավ կլինի։ Պատասխանեցիր, ապրես, բայց այդ իմ հարցի պատասխանը չէր։ Ռեբեկա, ես երեխա չեմ։ Դու շատ վստահ ես խոսում։ Դու մի բան գիտես։ Դու գիտես Արմանը ինչ է արել։ Ես գիտեմ, որ Արմանը ոչ մի բան չի արել։ Ես չեմ հասկանում, թե ինչի ես դու ուզում ապացուցած որ ինչ-որ բան է արել։ Ու ընդհանրապես, Արմանի դուրս գալուց հետո դուք պետքա բոլորին պատմեք ձեր մասին, հետո նշանդրեք, հետո հարսանիք։ Ու հիմա դու պետքա մտածես քո երջանիկ ապագայի մասին։ Ռեբեկա, ես ուրախանում եմ, որ Արմանը դուրս է գալու։ Բայց ես գիտեմ, որ հետո շատ բարդ է լինելու։ Ես գիտեմ, որ ինչքան էլ դու ասես մեկը, պապիկը չի թողնել մենք միասին լինենք։ Թողնելու է, որովհետև պապիկը ամեն դեպքում շատ սիրում ու վստահում է Արմանին։ Այդ առաջ էր։ Հիմա չէ։ Ինքը շատ բարկացած է, գիտես Արմանի վրա։ Ռեբեկա, գիտես պապիկը հասկացել է ամեն ինչ։ Պապիկը գիտի իմ ու Արմանի մասին։ Այն ժամանակ ցույց չէր տալիս։ Ցույց չէր տալիս, որ մենք չլարվենք, որովհետև դեմ չէր։ Բայց հիմա առաջվանը չի։ Հիմա ուրիշ է։ Ես առաջ մտածում էի, որ մամայի հետ ավելի դժվար կլինի, քան պապիկի, ավելի շուտ մաման դեմ կլինի, քան պապիկը։ Բայց հիմա չէ։ Հիմա չէ, Ռեբեկա։ Ես վստահ եմ, պապիկը ոնց գորի ու Սարայի մեջտեղում է կանգնել, այնպես էլ իմ ու Արմանի մեջտեղում է կանգնելու ու չթողնի միասին լինենք։ Էլկա, կուզես մտածի, որ ես ինչ-որ բան ստում եմ կամ թաքցնում եմ։ Բայց ես քեզ մի բան կասեմ, լավ։ Արմանի դուրս գալուց հետո ամեն ինչ շատ լավ է լինելու։ Հնարավոր է, որ պապիկը հիմա բարկացած է, բայց հետագայում իրանց հարաբերությունները կարգավորվելու են։ Ու հնարավոր է, որ ավելի լավ լինի ամեն ինչ։ Գիտես, ինձ մեկ-մեկ վախեցնում է քո սենց փոխվելը։ Ինչի՞։ Բա հարազատ քրոջս դեմքով լրիվ օտար մարդ է մեր տանը ապրում, վախենալու չի։ Դե հիմա խոսա։ Ինչ էր ասում տղուս հետ կապված։ Քո հետ եմ, դե խոսա, Միսակ։